Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, մաղթում եմ բոլորիդ օրը լինի օրհնյալ և բարի, ինչ նպատակներ էլ ունեք, այսօր թող Աստծո լույսով լուսավորվի, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Սիրելիներս, այսօր օտարերկրից դեպի հայրենիք ուզում եմ իմ առավոտը սկսել հայրենի շնչով և հրաշալի հայրենասիրական բանաստեղծությունով, և Հայաստան եմ այսօր բերել բոլորիդ համար։ Տեսնում եք հայկական ծիրանը համ ու հոտով, անուշ, հասած, մեր շալախ ծիրանն եմ բերել ձեզ բոլորիդ, մեր քաղցր շաքար խնձորը, գյոջա շլորը և իհարկե հայկական լոբին, որը այսօր պետք է պատրաստեմ, իմ լավ բարեկամներ։ Իսկ հիմա սիրելիներս, ուզում եմ բոլորիդ ցույց տամ մի տետր, որտեղ իմ հուշերն եմ գրում, իմ բանաստեղծություններն եմ գրում, միտքս տալիս եմ տետրին, սիրելիներս, մի այդպիսի տետր էլ ունեմ, մանավանդ ձմռան ամսին, երբ որ ազատ ժամանակ եմ լինում, գրում եմ, հետո ինձ համար ընթերցում եմ, ամեն հուշ, ամեն ինչ տալիս եմ այս տետրին։ Մի հոլովակում իմ սիրելի բաժանորդուհին գրել էր, թե Ժաննան, ոնց ես հիշում, սիրելիս, գրում եմ, ընթերցում եմ և հիշում եմ, և իմ մտքերը, իմ գրածը ուզում եմ փոխանցեմ բոլորիդ, սիրելիներս, մինչ Մարինեն արդեն սուրճ է դրել, որ բերի, միասին խմենք, դուք էլ ձերը դրեք, ես կընթերցեմ ձեզ համար հայրենասիրական մի լավ ստեղծագործություն, հիմա կբերի, միասին կսրճենք։ Մեր աշխարհը մի մեծ հսկա կարուսել է, իսկ մենք ուղևորներ անհամար, ոնց անում ենք, ուր գնում ենք, պտտվում, նորից նույն կետում ենք հայտնվում, մենք ենք ձգտում, որ հայտնվենք նույն տեղում, որտեղ հողն է, որտեղ ջուրն է, որտեղ մեծացել ենք, արմատ ենք գտել, դա է հոգու ու սրտի վայրը, սիրելիս, աշխարհ անցիր, տես հրաշքներ դու բազում, բայց քո սրտին հարազատ է տունը այն, լինի վրան, լինի տնակ, թե հյուղակ, ծովի տեղակ լիներ առվակ քչքչան, արմավի տեղ ծիրանի ծառ բերքառատ, օտար հողում դու մի հյուր ես, իմացիր, խոսքդ անհաս, լեզուդ կապված մարդ թերի, քո հողում էլ համ ծառա ես, համ արքա, բայց քո լեզվին, քո բարքերին հարազատ, դու հայրենիք, սրտից դեպի տուն տանող, դու մեր օրան ու տան պատեր տուն կանչող, դու մեր հոգու սրտի կանչն ես, հայրենիք, օտար ափերից դեպի տուն բերող, սրտիս հուրն ես, հոգուս երգն ես, հայրենիք, ոչ ոք չունի քո հմայքը անթերի, սիրտս, հոգիս միայն քեզնով է լցված, հայրենիք իմ, ընդունիր ինձ գրկաբաց, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, ահա այս գեղեցիկ տողերը հրաշալի բանաստեղծությունը կարդացի նրանց համար, ովքեր մեզ նման դրսում են ապրում, Հայաստանից դուրս, տա Աստված, որ բոլորս էլ մի օր վերադառնանք մեր չքնաղ աննման դրախտային Հայաստանը։ Իսկ հիմա Մարինես արդեն սուրճը բերեց, լցրու Մարինե ջան, թող լցնի։ Ահա, ապրես Մարինե ջան, մի քիչ կիսատ է, ոչինչ։ Իսկ հիմա սիրելիներս, դեմքով եմ ուզում ձեզ բարևել, բարև ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից ամեն մի բարի, ջերմ խոսքերի և գրառումների համար։ Այս տողերով էլ այսօր սկսեցի իմ կարոտը ձեզ փոխանցեցի, դուք էլ ձեր կարոտը փոխանցում եք ինձ, միասին, ովքեր դրսում են, կարոտում ենք մեր հայրենիքը, մեր չնաշխարհիկ Հայաստանը, որտեղ մեծացել ենք, որտեղ ապրել ենք, մեր մանկական օրերն ենք անցկացրել, մեր օրանը, մեր տունը հայրենիքն է, մի օր բոլորս էլ վերադառնալու ենք մեր տունն ու տեղը, մեր հայրենիքը, սիրում եմ բոլորիդ իմ լավ բարեկամներ, հիմա սուրճը կխմենք և միասին կպատրաստենք մեր հայկական
լոբին, կանաչ լոբին կմաքրենք միասին Մարինկայիս հետ, ձեզ հետ կզրուցենք և այսօր լոբի եմ պատրաստելու։ Սիրելիներս, հիմա սուրճը մի քիչ խմեցի, հիմա ուզում եմ ինչ վերջացնելը ձեզ ցույց տամ Հայաստանից բերված այս համեղ, հյութեղ, փափուկ ծիրանը, այնպիսի մի անուշ հոտ ունի, ոնց որ ծառի վրայից քաղած բերած ծիրան լինի։ Իսկ բերում են այստեղ, հասցնում են Ռուսաստան, խակ վիճակում են քաղում, որ գնում ես, չէ, այն համը չունի, բայց այս ծիրանը իսկական մեր Հայաստանի շալախն է, շատ անուշ, համ ու հոտով, իմ լավ բարեկամներ, այդ դա նոր հասկանում ես, որ ծիրան ես ուտում հայկական։ Հիմա խմեմ, վերջացնեմ, նոր արդեն լոբին մաքրենք, Մարինեիս հետ լվանանք, դնենք եփելու։ Ես խմեցի, վերջացրեցի, դուք էլ ձերը խմեք, անուշ խմեք, իմ լավ բարեկամներ։ Հիմա լոբու մասին եմ ուզում ասել, որոնք լոբի մեջ շատ օգտակար բուժիչ վիտամիններ կա, հզոր բեղամիջոց է համարվում։ Սիրելիներս, կանաչ լոբու կալորիականությունը ճիշտ է ցածր է, բայց հարուստ է սպիտակուցով, ածխաջրերով, երկաթով և կարելի է այդպես մի շարք թվարկել։ Կանաչ լոբին նաև օգտակար է մեզ նման դիաբետիկների համար, թե խաշածը, թե կանաչ լոբի խաշած ջուրը շատ օգտակար է դիաբետիկների համար, շաքարային դիաբետիկների համար, որը կարելի է միշտ օգտագործել։ Այսպես դանակով եմ այսօր մաքրելու, թող գեղեցիկ լինի և ավելի նայվի, տեսք ունենա, իսկ ձեռքով հիշում եք կտրում էինք ձեռքով, այսպես ցույց եմ տալիս, ահա ձեռքով էինք անում, նստում էինք, ձեռքով էլ ջարդում էինք, կտրտում էինք, լցնում էինք լվանում, լցնում էինք կաթսայի մեջ։ Ես այսօր ուզում եմ դանակով անեմ, թող գեղեցիկ լինի, ափսեի մեջ ավելի գեղեցիկ նայվի, ժամանակ ունեմ, սիրելիներս, հանգիստ կանեմ Մարինեիս հետ միասին։ Շատ եմ սիրում կանաչ լոբի, իմ ընտանիքի անդամներն էլ են շատ սիրում, մանավանդ սխտոր մածունով, ես չեմ սիրում սխտոր մածունով, ես սիրում եմ միայն այդպես խաշած ձվով առանց սխտոր մածունի, բայց սխտոր մածունով էլ է մենք հայերս սիրում ենք ուտել։ Չկա մեկը երևի, որ կանաչ լոբի չսիրի, մանավանդ սկզբնական շրջանում, պահածոյացնում ենք տարաների մեջ, հիմա արդեն սառցախցիկներն ենք դնում, մեր հողամասում էլ ունենք լոբի, սիրելիներս, դեռ չի ծաղկել եղանակի պատճառով, շատ անձրևներ, խոնավ բույսը ընդհանրապես չի աճում, ցույց կտամ Մարինեից, անձրևը չկարողացավ նկարել, տեսնենք, որ անձրևը կտրվի, վաղը նկարեմ, կտեղադրեմ, կտեսնեք, թե ինչքան խոնավ, ցեղ եղանակ է, այսօր էլ մռայլ եղանակ է։ Հիմա սիրելիներս, ես լոբին պետք է պատրաստեմ, ասեցի խաշելու եմ, քամեմ, ձվով սարքեմ, տարբեր տեսակներ կա, որ պետք է պատրաստես, պատրաստում ենք նաև պոմիդորով, սամիթով, պղպեղով, շատ կարող ենք պատրաստել նաև սոխով, ձու ջարդենք լոբու վրա, տարբեր տեսակի, ամեն մարդ մի ձևով է խոհարարում, մի ձևով պատրաստում է, բայց ես էլ եմ սիրում պոմիդորով, որ պատրաստում ենք շերշեր, վերջում ձու ենք ջարդում, դա արդեն մեր լոբին որ դուրս կգա, այդ ժամանակ արդեն շատ տեսականներով կպատրաստեմ, նաև սիրում եմ լոբով աջափսանդալ։ Հիմա Մարինկես տեսնում ես, արագ անում է, Մարինես նաև շատ լավ նկարում է, շատ, որ հեսա մաքրի վերջացնի, ցույց կտա ձեզ, իմ լավ բարեկամներ, իր նկարած նկարը,
Շատ գեղեցիկ է, գեների մեջ կա, իր պապիկի գեներից է։ Ասեմ, որ դրսում խաղում է, գնդակ է խաղում ընկերուհիների հետ, ժամանակին օգնում է, գնում խաղում է, ամեն ինչ էլ անում է իմ աղջիկը, այնպես չի, որ միայն տնային գործերով է մեզ օգնում, իր խաղն էլ է խաղում, իր մանկությունը վայելում է, կարդում է գիրք ազատ ժամանակ, պետք է իր արձակուրդը վայելի իմ աղջիկը, բայց ասեմ, որ փոքրուց պետք է երեխային սովորացնենք, որտեղ մեր հայ օջախներում դա միշտ էլ եղել է, կա ու կմնա։ Մենք սիրում ենք, որ մեր երեխաները ամեն ինչ իմանան, ամեն ինչ անեն, ասեք, որ ճիշտ է Տիկին Մարինե։ Հիմա բոլորը կմաքրենք, մի քիչ էլ կադրից դուրս կհանդիպենք արդեն խաշ։ Իսկ հիմա Մարինես ցույց է տալիս իր նկարած գեղեցիկ մրգերը, տանձ, նարինջ և խնձոր է նկարել։ Շատ գեղեցիկ նկար է և շատ գեղեցիկ էլ նկարում է։ Ապրի իմ աղջիկը, զբաղվում է նկարչությամբ, սիրում է անգամ նստել նկարել ազատ ժամանակ։ Իսկ հիմա մաքրած լոբին դանակով կտրտեմ, կտրտած ավելի գեղեցիկ է լինում։ Ձեզ ոնց հարմար է, այնպես էլ կտրտեք։ Այստեղ ոչ մի կտրտելու ոչ գաղտնիք կա, ոչ արտառոց ինչ-որ անսովոր, ոնց կտրտենք, որ լավ լինի։ Հիշում եք, այդպես ձեռքով էինք առաջ անում, ճտալ են, ջարդում էինք, լցնում էինք, կազանը լվանում, ժամանակ ամեն ինչն էլ համով հոտով էր, իսկ հիմա միշտ հիշում ենք մեր անցյալը, մեր արած գործերը, այսպես կտրտեմ սիրելիներս, Մարինկաս էլ իր թեյնն է վայելում, պեչենիով ցույց է տալիս աղի պեչենին, սմայլիկներ է պեչենիի վրա նկարած, ուզում է ցույց տա, հեսա մոտեցնեմ, թող ցույց տա, որ դուք տեսնեք սմայլիկները։ Սիրում է թեյ առավոտյան խմել։ Հիմա սիրելիներս կադրից դուրս բոլորը կտրտեմ, կհանդիպենք, որպեսզի ձեր թանկ ժամանակը շատ չխլեմ, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են կտրտում լոբին։ Մաքրեցի, կտրտեցի, հիմա լցնեմ թասի մեջ, գնամ, ճիշտ է լվացած է, բայց նորից լվանամ, դնեմ կաթսայի մեջ, սառը ջուր լցնեմ, եփեմ։ Լոբին նորից լվացի, լցրել եմ կաթսան, հիմա վրան լցնելու եմ լոբու վրա աղ և սկզբից եմ լցնում, սկզբից ավելի համեղ է ստացվում լոբին և կանաչ է մնում, վերջում չեմ լցնում, որ առաջ եփում էինք բավականին, նոր լցնում ենք աղը, ոչ, ես սկզբից, հիմա ավելացնում եմ սառը ջուր, մինչև իրան ծածկի, շատ ջրով չեմ եփում, որտև շատ մատղաշ է, պետք չի շատ ջրով, քիչ ջրով կեփեմ, հիմա գազօջախը, տեսնում եք, մի փոքր եմ ջուր լցրել, այնքան, որ եփի, հիմա բերանը ծածկեմ, գազօջախը վառեմ, կհանդիպենք արդեն եփվելուց հետո, իմ լավ բարեկամներ։ Յուղը լավ տաքացել է, հիմա կավելացնեմ խաշած ջրքանված լոբին։ Կխառնեմ լոբին, որպեսզի յուղը հավասար բոլորի վրա լինի, լոբու վրա։ Կծփեմ ձուն, լավ կծփեմ, կփրփռա և կլցնեմ լոբու վրա հավասարաչափ։ Շատ ձվով չեմ սիրում, սիրում եմ լոբին, որ քիչ ձվով լինի, 3 հատ ձուն, մի հատ էլ դեղնուց էր, բավական է, մի ձուն 2 դեղնուց ուներ, հիմա ծածկեմ մինչև եփի։ Իսկ հիմա կաթսայի բերանը բացել եմ, փորձում եմ, տեսնեմ պատրաստ է լոբին, ձուն եփած է թե ոչ, մի թեթև խառնեմ,
Դեռ պատրաստ չի, բերանը ծածկեմ, մինչև պատրաստ կլինի։ Արդեն լոբին պատրաստ է, շատ ընտիր ստացվեց և համեղ։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի լոբին այս գեղեցիկ տեսարանով, որ սկսել եմ հոլովակս։ Այս գեղեցիկ տեսարանով էլ ուզում եմ ավարտել։ Վերջում ուզում եմ ասել բոլորիդ, աղոթեք, փառք տվեք Աստծուն ամեն բացվող օրվա համար։ Սիրում եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ ջան, իմ ջերմ համբույրները բոլորիդ։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։ Մաղթում եմ ձեզ ամենալավն ու բարին։ Ձեզ բարի դիտում։